բավականին կարևոր նախագծեր ենք քննարկել, որոշումներ ենք կայացրել եւ այդ նախագծերից թերևս ամենակննարկվածներից մեկը կխնդրեմ, որ իմ գործընկեր Տիկին Թագուհի Ղազարյանը ներկայացնի, քանի որ նաեւ մամուլում այլ ձևակերպումներ, այլ տրամաբանությամբ է ներկայացվել տվյալ նախագիծը։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ հարգելի գործընկերներ, խոսքը նախագծերից մշակույթի հուշարձանների, մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանման օրենքի մասին է, որով ըստ էության քաղաքացիական պայմանագիր խմբակցություն քվեարկեց եւ իմ եւ պարոն Գաբրիելյան նախաձեռնությամբ առաջ քաշված նախագծին, որով առաջարկում ենք, որ մայրաթորին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն հենց մայրաթորի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ։ Մենք կարծում ենք, մեր դիրքորոշումն այն է, որ մայրաթորին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան մայրաթորի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխությունը հնարավորինս բարդացված եւ գուցե նույնիսկ անհնար դառնա, կախված իհարկե այն տրամաբանությունից, որը կարող է տեղի ունենալ, հասկանալի պատճառով այս օրերին վերջին ամիսներին բավականին քաղաքականացված լինելու պատճառով մայրաթորի կողմից որոշ մայրաթորը փաստացի իրավական ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ են ստանում, բայց միայն դա չի պատճառը, պատճառն այն է, որ մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը եւ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով, թե բազմաթիվ երկրների փորձով կրոնական հուշարձաններ եւ կրոնական մշակութային արժեքները առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից եւ մենք կարծում ենք, որ այս ոլորտը բավականաչափ լավ կարգավորված չէ Հայաստանում եւ դա սկսեց ավելի սուր կերպով երևալ, երբ եկեղեցու ներկայացուցիչների կողմից քաղաքական բուռն գործունեությունը սկսվեց։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում հուշարձանների պահպանության եւ մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների։ Բազմաթիվ քայլեր արդեն նախորդ շրջանում արել ենք, թե այս օրենքի, թե թանգարանների օրենքի, թե մշակութային հիմունքների մասին օրենքների փոփոխություններով, բայց այդ փոփոխությունները օրենսդրական կանգ չեն առնի, կշարունակեն եւ ես կարծում եմ, որ սա հրաշալի առիթ է նաեւ մշակույթի հետ կապված գործիչների, այդ ոլորտում աշխատողների համար արձագանքելու նաև նախաձեռնություններ առաջ բերելու եւ մենք սիրով դա կքննարկենք։ Շնորհակալություն։ Հարցս երկուսին էլ ուղղվում է, պարոն Հովհաննիսյան, Տիկին Ղազարյան։ Երեք մեր ձևով շարժման համակարգող պարոն Նարեկ Կարապետյանը մի տեսագրություններ հրապարակել կարճ, որտեղ երևում է, թե ինչպես ժանգլյորի ժեստ անելով նա վերև է թռցնում, ապա ափի մեջ է առնում 10 դրամանոց, հայտարարելով, որ սա առաջին հայացքից գուցե թվում է 10 դրամանոց է, բայց սա Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է։ Ուզում եմ հարցնել, սա քաղաքականության մեջ նոր ժանր է նախընտրական հեքիաթասացության ոճում եւ որպես հավելում ասեմ, որ երեք կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանից հետո մեր ձևովի Facebook-յան էջում զետեղվել են 2 սկրին, որոնցից մեկում պատկերված է մեր ձևը, այսինքն իրենց ձևը 1 դրամ աշխատավարձ եւ ձեր ձևը, որը մեջբերում է պարոն վարչապետի երեկվա ելույթից ոտերներդ կջարդեմ։ Ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անդրադառնալով 1 դրամանոց այդ անձնավորությանը, իմ դիտարկումը հետեւյալն է. սա պետությունն է եւ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք պետքա վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի համար եւ պետությանը մատուցեն բարձրորակ, լավ ծառայություն, զերծ կոռուպցիոն եւ այլ մեխանիզմներից։ Հիմա ձեր նշած անձնավորությունը ըստ էության, երբ որ հայտարարում է, որ կան մարդիկ կամ կա մարդ, ով պատրաստ է որպես վարչապետ աշխատել 1 դրամով, ըստ էության նման ծանր եւ պատասխանատու աշխատանք կատարել 1 դրամով, հարցեր են առաջանում, թե այդ մարդու կարիքներն ով է հոգալու, ով է կերակրելու այդ մարդուն, ով է հագցնելու այդ մարդուն։
Եվ այս հարցերի պատասխաններն ըստ էության տանում են այնտեղ, որ ուրիշներն են այդ ամեն ինչը անելու եւ հետեւաբար ուրիշներն են այդ մարդկանց միջոցով երկիրը կառավարելու։ Էլ չեմ խոսում, որ եթե մարդը իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում սև մութ ճանապարհներով, ըստ էության այս հայտարարությունը պրիմիտիվ եւ նաեւ վտանգավոր հայտարարություն է եւ ես կոչ եմ անում նման պրիմիտիվ հայտարարություններով չփորձել խաբել մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ծանոթ չեմ ձեր նշած հրապարակումներին, շնորհակալ եմ նաև տեղեկացնելու համար։ Ես կուզենայի նաև որպես լրագրողներ հետաքրքրվեք միգուցե կառավարությունը եւ գուցե նաև Տաշիր գրուպը այդ տեղեկությունը ունենա, թե արդյոք 1 դրամ ինքնարժեք ունեցող այդ գործիչի ներկայացրած կազմակերպությունը, օրինակ, որքան հարկային արտոնություններ է խնդրել եւ ստացել կառավարությունից վերջի տարիներին, արդյոք դա 1 դրամ է եղել, թե մի քանի միլիարդ դրամ։ Պետք է հասկանալ, որովհետև եթե չեմ սխալվում, ժամանակ առ ժամանակ բարբերաբար կառավարության նիստում այդպիսի որոշումներ են կայացվում, միգուցե էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին կարողանա որակյալ արձագանք տա, ամբողջական պատկերը ունենաք, եւ նաեւ ինչ վերաբերում է Հայաստանում աշխատավարձերին, ես համաձայն եմ իհարկե պարոն Հովհաննիսյանի հետ, պետք է մարդը ինչ-որ տեղից վճարվի եւ ծառայի սպասարկի այն մարդկանց ումից վճարվում է եւ հետեւաբար մենք կարծում ենք, որ Հայաստանում պետական ապարատի աշխատողներ պետք է վճարվեն ժողովրդի հարկերից, որպեսզի սպասարկեն ժողովրդի կարիքները եւ այդ ժողովրդի կարիքների սպասարկման տրամաբանության մեջ ես ուզում եմ նշել, որ վերջին մեր քաղաքական թիմի կառավարման ընթացքում, այսինքն 2018-ից 2025 թվականի ընթացքում միջին աշխատավարձը 180,000 դրամից միջին նկատի ունեմ մասնավոր սեկտորը նույնպես ներառյալ 180,000 դրամից աճել է 300,000 դրամ, այսինքն 75%-ով։ Իմ ոլորտի վերաբերյալ կարող եմ ասել, որ ուսուցիչների միջինացված աշխատավարձը բարձրացել է շուրջ 85%-ով, գիտաշխատողների միջինացված աշխատավարձը բարձրացել է 200%-ով, ոչ թե առանձին մի ոլորտ է, այլ միջինացված, որովհետև կան նաև աշխատողներ, որոնք 343-400% բարձրացում են ունեցել, եւ կարծում եմ տրամաբանական է, որ պետական ապարատում, եթե ոչ նույն չափ, ապա գոնե համադրելի մոտ ինչ որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև այս համակարգում աշխատող մարդկանց աշխատանքի արդյունքն է, որ մենք հիմա ունենք այս վիճակագրական տվյալները։ Շնորհակալություն։